Ես ողջունում եմ մեր բոլոր ռադիոլսողներին եւ ռադիոդիտողներին գործարար ալիքի եթերում դուք լսում կամ դիտում եք խաղի կանոնները հաղորդումը, որն իրականացվում է մրցակցության պաշտպանության հանձնաժողովի հետ համատեղ։ Այսօրվա հյուրերն են համակենտրոնացումների եւ պետական օժանդակության գնահատման բաժնի գլխավոր մասնագետ Քրիստինե Մուրադյանը եւ նույն բաժնի փորձագետ Նունե Գարսանցյանը։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Այսօրվա թեման համակենտրոնացումներն են։ Սովորաբար բիզնեսները ավելի այսպես ընդլայնվելու նպատակով երբեմն համակենտրոնացման գործարքներ են կնքում, որը վերահսկում է հանձնաժողովը։ Եվ դրա թույլտվությունն է տալիս նաև հանձնաժողովը, բայց ինչն է հետաքրքիր, ոչ միշտ է ստացվում, որ օրինակ տնտեսվարողները տեղեկացված են լինում, որ պիտի այդ թույլտվությունը ստանան հենց հանձնաժողովից։ Եկեք նախ անդրադառնանք նրան, թե ինչ է համակենտրոնացումը, որպեսզի մեր ռադիոլսողների եւ ռադիոդիտողների համար ավելի պարզ լինի, եւ ինչու է հանձնաժողովը վերահսկում դա, ինչու պիտի թույլտվություն ստանան հենց հանձնաժողովից տնտեսվարողները, խնդրեմ։ Շնորհակալություն հարցի համար, անդրադառնալով ձեր կողմից ներկայացված հարցադրմանը, հարկ ենք համարում նշել, որ համակենտրոնացումներ են համարում տնտեսավարող սուբյեկտի միացումները, տնտեսավարող սուբյեկտի ակտիվների ձեռքբերումը, եթե ակտիվների արժեքը ինքնին կամ ակտիվը ձեռքբերող տնտեսավարող սուբյեկտի կողմից արդեն իսկ ձեռքբերված վերջին 3 տարվա ընթացքում ակտիվների հետ միասին կազմում է ակտիվների ասվող տնտեսավարող սուբյեկտների արժեքի 20%-ը կամ ավելին։ Նույնը վերաբերվում է նաև փայաբաժինների ձեռքբերման գործարքներին, այսինքն եթե ձեռք է բերում տվյալ տնտեսավարող սուբյեկտի կանոնադրական կապիտալում 20% փայաբաժին կամ եթե տվյալ տնտեսավարող սուբյեկտը օրինակ արդեն իսկ տվյալ ընկերությունում ունի մասնակցություն, ենթադրենք 5% եւ ձեռք է բերում 15%, դա եւս ենթակա է հայտարարագրման, քանի որ հանրագումարային կազմելու է փայաբաժնի 20%։ Համակենտրոնացումներ են համարում նաև 1-ից ավելի տնտեսավարող սուբյեկտների կողմից նոր իրավաբանական անձի հիմնադրումը, որը գործելու է որպես առանձին տնտեսավարող սուբյեկտ։ Համակենտրոնացում են համարում նաև մտավոր սեփականության օբյեկտի, այդ թվում անհատականացման միջոցի օգտագործման իրավունքի ձեռքբերումը, ինչպես նաև տնտեսավարող սուբյեկտների ցանկացած գործարք, գործողություն կամ վարքագիծ, որի հետևանքով մի տնտեսավարող սուբյեկտը կարող է ազդեցություն ձեռք բերել մեկ այլ տնտեսավարող սուբյեկտի որոշումների կայացման վրա, իջնել իր հերթին կարող է բնականաբար ազդեցություն ձեռք բերել շուկայում մրցակցության իրավիճակի փոփոխման վրա։ Նշենք, որ տնտեսավարող սուբյեկտները իրենք պետք է վերոնշյալ թվարկածներս համակենտրոնացման գործակները վերլուծելով որոշեն արդյոք համակենտրոնացում հայտարարագրման ենթակա է եւ դիմեն հանձնաժողովին համապատասխան թույլտվությունը ստանալու նպատակով։ Ընդ որում համակենտրոնացում չեն համարվում ֆոնդային փորձայում ցուցակված արժեթղթերի ձեռքբերման համար նպատակով իրականացված գործարքները, ժառանգության ընդունումը եւ այլ գործարքներ, որոնք սահմանված են։ Համակենտրոնացումները լինում են հորիզոնական, խառը եւ ուղղայաց համակենտրոնացումներ։ Հորիզոնական համակենտրոնացումները դրանք այն համակենտրոնացումներն են, որոնք տեղ ունենում միևնույն ապրանքային շուկայում, այսինքն երբ տվյալ տնտեսավարող սուբյեկտները գործունեություն են ծավալում միևնույն ապրանքային շուկայում եւ դրանք փաստացի ու հնարավոր մրցակիցներ են։ Նշենք, որ հանձնաժողովի կողմից շատ կարեւոր է հատկապես հորիզոնական համակենտրոնացումների նկատմամբ վերահսկողության իրականացումը, քանի որ եթե տվյալ դեպքում համակենտրոնանում են խոշոր տնտեսավարող սուբյեկտներ, դա կարող է ի վերջո հանգեցնել երկու տնտեսավարող սուբյեկտների միջև գերիշխող դիրքի ամրապնդման կամ չարաշահման դեպքերին։ Ուղղակի համակենտրոնացումները տեղի ունենում այն տնտեսավարող սուբյեկտների միջև, որոնք գործում են տարբեր ապրանքային շուկաներում, սակայն դրանք միմյանց հետ որոշակիորեն փոխկապակցվածություն ունեն։ Դրանք օրինակ եթե տվյալ տնտեսավարող սուբյեկտը որոշակի արտադրություն է իրականացում, ինչ-որ ապրանք է արտադրում, մյուս տնտեսավարող սուբյեկտը դա կարող է օգտագործել իր արտադրության համար որպես հումք կամ որպես ներդրում։ Նշենք, որ հիմնականում ուղղայաց համակենտրոնացումները դրանք մատակար իրացնող հասանելիության սահմանափակումներ կարող են առաջացնել, քանի որ լինում են դեպքեր, երբ նրանք մրցակիցներին պատկապես շուկա մուտք գործելու համար հնարավորին սահմանափակումներ են կիրառում, կարող են այդ տնտեսավարող սուբյեկտներից այլևս ապրանքներ ձեռք չբերել։ Իսկ խառը համակենտրոնացումները դրանք այն համակենտրոնացումներն են, որոնք տեղի ունենում տարբեր ապրանքային շուկաներում, որպես կանոն իրանք միմյանց հետ չեն մրցում։ Ինչպես արդեն նշեցիք, կան նաև հայտարարագրվող համակենտրոնացումներ, որպեսզի ավելի հասկանալի լինի, որոնք են դրանք։
Գործընկերս արդեն նշեց, որոնք են մեր օրենսդրության համապատասխան համարվում համակենտրոնացում, սակայն ոչ բոլոր համակենտրոնացումներն են ենթակա հայտարարագրման։ Համակենտրոնացումները պետք է բավարարեն նաև մի քանի այլ պահանջների, որպեսզի ենթակա լինեն հայտարարագրման։ Նման պահանջները սահմանված են մեր օրենսդրությամբ։ Օրինակ, պետք է գործարքի կողմերի ակտիվների արժեքը միասին գերազանցի 4 միլիարդ դրամը կամ յուրաքանչյուրին որևիցե մեկին 3 միլիարդ դրամը։ Ակտիվների դեպքում ուշադրություն ենք դարձնում նաև գործարքի պահի դրությամբ ընկերությունների ունեցած ակտիվներին, այն եթե գործարքի պահի դրությամբ ընկերության ակտիվների գործարքի կողմից որևէ մեկի ակտիվների արժեքը գերազանցումը 3 միլիարդ դրամ, ապա դա եւս հայտարարագրման ենթակա է լինելու։ Նույնը հասույթի վերաբերյալ կարող եմ ասել, եթե գործարքի կողմերի հասույթի արժեքը նախորդ տարվա դրությամբ միասին գերազանցում է 4 միլիարդ դրամը կամ որևէ մեկին 3 միլիարդ դրամը, գործարքը ենթակա է լինելու հայտարարագրման։ Հայտարարագրման ենթակա են նաև այն գործարքները, որոնց կողմերից որևիցե մեկը Հայաստանի Հանրապետության որևէ ապրանքային շուկայում ունի գերիշխող դիրք։ Ունենք նաև դեպքեր, երբ որ գործարքի կողմերը իրենցով չեն գերազանցում նշված սահմանաչափերը, սակայն գործարքները ենթակա են լինելու հայտարարագրման անձանց խմբում ընդգրկված ֆիզիկական եւ իրավաբանական անձանց ակտիվների եւ հասույթի արժեքի չափով։ Անհրաժեշտ եմ համարում նաև նշել, որ թույլտվությունը տրամադրվում է 1 տարի ժամկետով, այսինքն եթե գործարքը 1 տարվա ընթացքում չի կատարվում, տնտեսավարող սուբյեկտները պետք է 1 տարի անց նորից դիմեն հանձնաժողովին եւ կրկին ստանան թույլտվությունը, ապա նոր կարող են կատարել գործարք։ Եկեք մի բան հասկանանք, ինչու է հանձնաժողովը որոշել վերահսկել համակենտրոնացումները, որն է ռիսկը այստեղ։ Հարկ եմ համարում նշել, որ հանձնաժողովի կողմից համակենտրոնացումների վերահսկողությունը շատ կարևոր է, քանի որ այն փորձում է վերահսկողություն իրականացնել շուկայում խոշոր տնտեսավարող սուբյեկտների գործարքների նկատմամբ, այդ գործարքների արդյունքում շուկայական իշխանության չարաշահման, սպառողի շահերի վնասման դեպքերի կանխման եւ բնականաբար առողջ մրցակցային միջավայր ապահովելու նպատակով։ Համակենտրոնացումների նկատմամբ հանձնաժողովի վերահսկողությունը առաջին հերթին անհրաժեշտ է շուկայում մրցակցային միջավայրը գնահատելու համար։ Համակենտրոնացման գնահատումը թույլ է տալիս պատկերացում կազմել շուկայի դինամիկայի, մրցակցության հնարավոր ռիսկերի մասին եւ ինչպես նաեւ բացահայտելու ու կանխատեսելու այն ապրանքային շուկայի մրցակցության սահմանափակման բոլոր հնարավորությունները եւ կանխարգելիչ միջոցառումներ իրականացնել այդ ռիսկերը նվազեցնելու ուղղությամբ։ Նշենք, որ համակենտրոնացում հայտարարագրելու արդյունքում հանձնաժողովը կարող է թույլատրել համակենտրոնացումը, թույլատրելու որոշում է լինում, կարող է պայմանով թույլատրելու մասին որոշում լինի եւ ի վերջո կարող է արգելել համակենտրոնացման թույլտվությունը։ Հանձնաժողովը արգելում է համակենտրոնացումը, եթե ուսումնասիրությունների ընթացքում արդյունքում պարզվում է, որ համակենտրոնացման հետևանքով կանխվելու, սահմանափակվելու, արգելվելու կամ այլ կերպ վատթարանալու է մրցակցությունը համապատասխան ապրանքային շուկայում։ Իսկ ինչ եթե համակենտրոնացման գործարքը կատարվել է առանց հանձնաժողովի կողմից տրամադրված թույլտվության, այդ դեպքում ինչ է լինում։ Այս դեպքում մենք գործ ունենք իրավախախտման հետ, գործ ունենք չհայտարարագրված համակենտրոնացում երևույթի հետ։ Նման դեպքերում, երբ հանձնաժողովը պարզում է, որ գործարքը ենթակա է եղել հայտարարագրման, սակայն չի հայտարարագրվել, հարուցվում է վարույթ, չհայտարարագրված համակենտրոնացման վերաբերյալ վարույթ, որի արդյունքում հանձնաժողովը ընդունում է պատասխանատվության միջոց, հիմնականում դա լինում է տուգանք կամ նախազգուշացում։ Մեծամասամբ դա տուգանք է։ Չհայտարարագրված համակենտրոնացման դեպքում տուգանքի առավելագույն չափը կազմում է 5 միլիոն դրամը, իսկ բազային գումարը 2 միլիոն դրամն է։ Հարկ եմ համարում նշել նաև այն դեպքերը, երբ հանձնաժողովը հարուցում է արգելված համակենտրոնացման վարույթ, սրանք այն դեպքերն են, երբ որ հանձնաժողովը բացահայտում է գործարքը եւ գտնում է, որ եթե մինչեւ գործարքը գործողության մեջ դնելը դիմել տնտեսավարողը հանձնաժողովին, այն գնահատվելու էր որպես հորիզոնական կամ ուղղահայաց համակենտրոնացում կամ վարույթի վերջում կարող էր կայացվել համակենտրոնացում արգելելու մասին որոշում։ Նման դեպքերում հանձնաժողովը հարուցում է արգելված համակենտրոնացման վարույթ եւ նման դեպքերում տնտեսավարող սուբյեկտների նկատմամբ կիրառվող պատասխանատվության միջոցը շատ ավելի խիստ է լինում։ Հանձնաժողովը կարող է չեղարկել որոշում կայացնել չեղարկել գործարքը եւ տնտեսավարող սուբյեկտներին տուգանել մինչև նախորդ տարվա հասույթի 10%-ի չափով։ Նշեմ, որ գործարքները կիրառվում են համակենտրոնացման բոլոր կողմերի նկատմամբ, այսինքն յուրաքանչյուր կողմը տուգանվում է առանձին։ Այս մասով հայտ եմ համարում նշել նաև, որ չհայտարարագրված համակենտրոնացումների դեպքում հանձնաժողովը ուսումնասիրում է նաև վարույթի ընթացքում հայտնաբերված մեղմացնող եւ ծանրացնող հանգամանքները, ինչի հաշվառմամբ հանձնաժողովը կարող է ավելացնել կամ նվազեցնել տուգանքի չափը։ Ունենք նաև արագացված վարույթ կիրառելու
ընթացակարգ, երբ որ տնտեսավարող սուբյեկտները ընդունում են իրենց կողմից կատարված իրավախախտման փաստը եւ միջնորդություն են ներկայացնում հանձնաժողով արագացված վարույթ կիրառելու մասին։ Նման դեպքերում հանձնաժողովը ընդունում է արագացված վարույթ կիրառելու մասին որոշում եւ տնտեսավարող սուբյեկտների նկատմամբ նշանակվող տուգանքի չափը կիսով չափ նվազեցվում է։ Ինչպես նաեւ ունենք նման կետ, երբ որ տնտեսավարող սուբյեկտները վերջնական որոշումը ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում կարող են տուգանքը վճարել տուգանքի 75%-ը եւ պարտավորությունը համարվում է պատշաճ կատարված։ Սա եւս մեկ անգամ ցույց է տալիս, որ հանձնաժողովը նպատակ չունի տուգանելու տնտեսավարող սուբյեկտներին, այլ մեր գործառույթը տնտեսավարող սուբյեկտների նման վարկագիծը կանխարգելելն է։ Իսկ այդ չհայտարարագրված համակենտրոնացումները հայտնաբերելու ուղղությամբ հանձնաժողովը ինչ աշխատանք է կատարում կամ ընդհանրապես ինչպես է տեղեկանում, որ կա չհայտարարագրված համակենտրոնացում։ Հայտարարված համակենտրոնացումների մասով հանձնաժողովը կարող է տեղեկատվություն ստանալ տարբեր հասանելի աղբյուրներից, այդ թվում հենց լրատվական վիդեոներից, մամուլի միջոցով նույնպես մենք նման տեղեկատվություն կարող ենք ստանալ։ Լինում են դեպքեր, որ տնտեսավարող սուբյեկտները հաղորդում են ներկայացնում կամ սեփական նախաձեռնությամբ գործարքը իրականացնելուց հետո, երբ արդեն բացահայտում են, որ օրենսդրությամբ նախատեսված է համակենտրոնացումը հայտարարելու պահանջ եւ իրենք չեն ներկայացրել, կարող են իրենց իրավախախտման մասին, կատարման փաստի մասին արդեն իսկ տեղեկացնել հանձնաժողովին, որը բնականաբար հանձնաժողովի կողմից ժամանակ կպահանջվեր տվյալ գործարքը բացահայտելու եւ բնականաբար արդեն իսկ վարույթ հարուցելու համար։ Պարբերաբար հանձնաժողովի համապատասխան համակենտրոնացումների բաժնի կողմից կատարվում են ուսումնասիրություններ եւ վեր են հանում բոլոր նախորդ տարիների ընթացքում կատարված հնարավորինս փորձում ենք ուսումնասիրել կատարված գործարքները միացման, միաձուլման վերհանել եւ առանձնացվում են այն տնտեսավարող սուբյեկտները, որոնց գործարքները հայտարարագրման են ենթակա եղել, սակայն նրանք հանձնաժողով համապատասխան դիմում եւ հայտարարագիր չեն ներկայացրել։ Եթե տնտեսավարող սուբյեկտները սեփական նախաձեռնությամբ են դիմում հանձնաժողովին եւ հայտնում իրենց իրավախախտման կատարման փաստի մասին, այս դեպքում հանձնաժողովի կողմից կիրառվում են պատասխանատվությունը մեղմացնող հանգամանքներ, որի արդյունքում տուգանքը նվազեցվում է։ Այնուամենայնիվ մեր տնտեսավարող սուբյեկտները հիմնականում որպես կանոն դիմում են հանձնաժողով համակենտրոնացում թույլտվություն ստանալու համար։ Դա է վկայում մեր վերջին 3 տարիների ընթացքում թույլատրված համակենտրոնացումների քանակը, օրինակ 22 թվականին տրամադրվել է 54 թույլտվություն, 23 թվականին 64, 24 թվականին հանձնաժողովի կողմից տրամադրվել է 57 համակենտրոնացման թույլտվություն, միևնույն ժամանակ ունեցել ենք նաև չհայտարարված համակենտրոնացումների համար հարուցված վարույթներ, որոնց քանակը օրինակ 22 թվականին կազմել է 14 հատ, 23 թվականին 16 հատ, իսկ 24 թվականին 22 հատ։ Իսկ ինչպես կարող են տնտեսվարող սուբյեկտները համակենտրոնացումը հայտարարագրելու համար դիմել հանձնաժողովին, ինչպիսին է ընթացակարգը եւ ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ։ Հանձնաժողովը 2021 թվականի 322N որոշմամբ սահմանել է, թե սահմանել համակենտրոնացման հայտարարագրման կարգը եւ անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը։ Նախ եւ առաջ ամենակարևորը պետք է համակենտրոնացման մասնակիցները ներկայացնեն հայտարարագիր եւ դիմում։ Հայտարարագիրը դա մի փաստաթուղթ է, որտեղ ներկայացված է տեղեկատվություն գործարքի կողմերի, նրանց հետ անձանց խումբ կազմող ֆիզիկական եւ իրավաբանական անձանց, գործարքի էության եւ գործարքի կողմերի ֆինանսական վիճակի մասին։ Այսինքն ըստ էության սա մի փաստաթուղթ է, որով հանձնաժողովը կարող է հասկանալ ինչ գործարք է տեղի ունենալու եւ գնահատել ինչպիսի ազդեցություն այն ունենալու շուկայի վրա։ Հարկ եմ համարում ընդգծել, որ դիմում եւ հայտարարագիր պետք է ներկայացնեն գործարքի բոլոր կողմերը, առավելագույնը 2 աշխատանքային օր տարբերությամբ, հակառակ դեպքում վարույթ չի հարուցվում։ Այս կոնտեքստում պետք է հասկանալ, թե ովքեր են գործարքի կողմեր, համակենտրոնացման կողմեր համարվում։ Ակտիվների ձեռքբերման ժամանակ գործարքի համակենտրոնացման կողմեր են հանդիսանում այն ընկերությունը, որի ակտիվը վաճառվում է, եւ ձեռքբերողը, ֆիզիկական կամ իրավաբանական անձը։ Փայաբաժնի ձեռքբերման դեպքում գործարքի կողմեր են համարվում այն ընկերությունը, որի կանոնադրական կապիտալում փայաբաժինը վաճառվում, եւ ձեռքբերող կողմը։ Այս դեպքում վաճառող կողմը համակենտրոնացման մասնակից մեր օրենքի իմաստով չի համարվում եւ նրա մասին տեղեկատվությունը մեզ դրամատրում է այն ընկերությունը, որի կանոնադրական կապիտալում փայաբաժին է վաճառվում։ Ինչ վերաբերվում է թե ինչպես կարող են տնտեսավարող սուբյեկտները դիմել հանձնաժողովին, հարկ է նշել, որ հանձնաժողով ունի էլեկտրոնային համակարգ, e-Compiti համակարգը, որը բավականին բարձրացնում է թե տնտեսվարողների, թե մեր աշխատանքը, այս համակարգի միջոցով բավականին բարձրացված է հայտարարագիր լրացնելու ընթացակարգը, այսինքն տնտեսվարողներից մնում է միայն լրացնել անհրաժեշտ դաշտերը պատրաստի են, անհրաժեշտ է լրացնել եւ ուղարկել հանձնաժողովին։
Միաժամանակ այս համակարգի միջոցով կապը հանձնաժողովի եւ տնտեսավարողների միջև բավականին հեշտանում է, քանի որ ընծանոթությունները նրանք ստանում են ավտոմատ եղանակով եւ ավելի արագ։ Իհարկե սա միակ տարբերակը չէ, կարող են հանձնաժողովին դիմել ինչպես էլեկտրոնային փոստի, այնպես էլ թղթային տարբերակով։ Վարույթը դիմումների եւ հայտարարագրի հիման վրա հարուցվում է վարույթ, ինչպես նշեցի, վարույթի տևողությունը կարող է լինել մինչեւ 3 ամիս, մեկ անգամ եւս 3 ամսով կարող է երկարաձգվել վարույթը։ Խառը եւ անձանց խմբի միջև տեղի ունեցող համակենտրոնացումները, քանի որ ավելի པարզ են իրենց էությամբ եւ գնահատելու տեսանկյունից ավելի հեշտ են, գնահատվում են բարձրացված ընթացակարգով, որի տևողությունը 1 ամիս է։ Այս համատեքստում ցանկանում եմ նշել, որ վարույթի տևողությունը այլապես կախված է նրանից, թե տնտեսվարողները ինչպես են լրացրել իրենց հայտարարագիրը եւ ինչ փաստաթղթեր են կցել եւ ինչքանով են նրանք պատրաստական համագործակցել հանձնաժողովի հետ, քանի որ փաստաթղթերի ամբողջականությունը ըստ էության որոշում է վարույթի տևողությունը։ Հանձնաժողովը եւ մասնավորապես մեր բաժինը պատրաստական են աջակցելու տնտեսավարող սուբյեկտներին հայտարարագրի լրացման ցանկացած փուլում։ Շնորհակալություն ժամանակ տրամադրելու այստեղ գտնվելու եւ զրույցի համար, իսկ ես մեր ռադիո լսողներին եւ ռադիո դիտողներին հիշեցնեմ, որ եթերում խաղի կանոնները հաղորդումներ, մենք այսօր զրուցում էինք համակենտրոնացումների մասին, իսկ մեր այսօրվա հյուրերն էին համակենտրոնացումների եւ պետական օժանդակության գնահատման բաժնի գլխավոր մասնագետ Քրիստինե Մուրադյանը եւ նույն բաժնի փորձագետ Նունե Գարսանցյանը։ Շարունակեք մեզ լսել, կհանդիպենք հաջորդ 5 շաբթի։